Եթե իսկապես գործ ունենայինք քաղաքասարակության ներկայացուցիչների հետ, որոնք խնդիր են դրել նույնիսկ պետական օրակարգերից դուրս հաշտեցնել երկու ժողովուրդներին, ես որևէ վերապահում կամ առարկություն չէի ունենա։ Քաղաքացիական հասարակության խնդիրներից մեկը հենց դա է։ Պետական օրակարգից դուրս հասարակությունների մոտ արմատավորել հաշտության գաղափարը։ Ամբողջ խնդիրն այն է սակայն, որ թե Բաքվում, թե Երևանում այս մարդիկ որևէ աղերս չունեն քաղաքացիական հասարակություն Ինչի հետ ունեն այդ դեպքում։ Բայց հիմա պարզ բացատրեմ, Ադրբեջանում տոտալիտար կառավարում է եւ այնտեղ բոլորը եւ բոլոր ոլորտները գտնվում են պետության տոտալ վերահսկողության տակ եւ դրանք ըստ էության պետական ֆունկցիա կատարող մարդիկ են, ահավասիկ են տիկինը, որը էկոակտիվիստի անվան տակ փակել էր Լաչինի միջանցքը, հետո հյուրընկալվեց Երևանում եւ մեծ աղմուկ բարձրացավ, իսկ հայաստանյան քաղաքացիական հասարակության սեգմենտը իմ գործընկեր Հակոբ Բադալյանն էլ էր շատ լավ նկատել դա արևմտյան գրանտներով ապրող եւ արևմուտքի գլոբալիստական շրջանակների քաղաքական ազդեցության գործիքն է։ Ոչ մի կապ չունի մեր հասարակության հետ։